Իսկ այս դες կսովորացնեմ ինչպես կարելի է մի ամբողջ ընտանիքի համար քյասիվի ինգրեդիենտներով քիչ եւ ժլատ պատրաստել սոուս, համեղ սոուս։ Սարցախցիկում թաքցրած էր 2 կտոր փոքրիկ ֆիլե, խոզի ֆիլե, որ թվի չգիտեմ, որին անհրաժեշտ է սող, լոլիկ, եթե լոլիկ չունեք թանկ է, ապա նամշած չգիտեմ ինչ վիճակում կարող եք աճիկա օգտագործել։ Ինգրեդիենտները բացի մսից շատ ենք լցնում, որ ճաշը շատ երևա։ Ժլատ, քծիկ եւ համեղ։ Սոխը հենց նոր ավելացինք։ Մի գլուխ մեծ սող, ասեցի, մյուս ինգրեդիենտները շատ հնարավորինս։ Ամեն մեկին մի կտորնից հասնի, լրիվ լավ է։ Վերջ, արդեն լցրեցինք սոխը, այնուհետև աճիկան եւ վերջում առանց կլպել լոլիկը էկոնոմիա ենք անում։ Լցնում ճաշի վրա եւ ծածկում կափարիչով, անպայման, որ հանկարծ մեկը հոտից չգա ճաշի վրա։ Այնուհետև պահուստից անում ամարվանից պահած կարտոֆիլը 1-ից 2 հատ։ Իսկ եթե ավելի երկար մտածենք 1 հատ։ Մտածեցի, որ ավելի լավ է միսը քիչ լինի, կարտոֆիլը շատ։ Ասեցի, ինգրեդիենտները մի ուր շատ։ Խառնում ենք, այնուհետև վրայից ավելացնում երմանջուր և լցնում ենք ջուրը։ Քիչ շատ լցրեք, շատ, որ շատ երևա։ Խառնում ենք ևս մի անգամ։ Լոլիկի կլեպները չենք անում, որ մնան ատամներում։ Ընտանիքի անդամների։ Ճաշը պետք է ունենա այսպիսի տեսք, ոչ ավել, ոչ պակաս։ Այն մարդ գնացի կանաչի արա, ամբողջ ընտանիքի գին է կանաչին։